Բարի լույս, Շանթի ուղիղ եթերում ուրբաթ օրը իր աշխատանքն է սկսում առավոտը Շանթումը։ Այսօր ապրիլի 4-ն է, այո, եւ ավարտում ենք հերթական աշխատանքային շաբաթը։ Վստահ ենք, որ շաբաթ-կիրակին շատ լավ է լինելու, քանի որ մեզ սպասվում է առանց տեղումների եղանակ, այնպես որ կարող եք վայելել հանգստյան օրերը բնության գրկում։ Բայց ամեն դեպքում ինչ կխոսենք եղանակի մասին, ասենք, որ այսօր ուշադրություն, այսօր համացանցի օրն է բոլորիս կողմից այդքան սիրված, սպասված, պահանջված, որովհետև շատերս մեր կյանքը ուղղակի արդեն չենք պատկերացնում առանց համացանցի, ու ես ինձ հաճախ եմ բռնում են մտքի վրա, որ որպես լրագրող ինչ-որ նյութ եմ պատրաստում, կամ ինչ-որ ինֆորմացիա ինձ պետք լինում, արագ-արագ բնականաբար Google-ում գրում եմ, փնտրում եմ, գտնում եմ ու մտածում եմ, ասում հետաքրքիր է, ինչ են արել են մարդիկ, ովքեր եղել են լրագրող։ Դրա ժամանակ, երբ ինտերնետ չկար, հիմա համացանցը ամեն դեպքում իր չարիքներով հանդերձ շատ հեշտացրել է մեր կյանքը եւ կարևորը թե ոնց ես օգտագործում, որովհետեւ իրականում համացանցը դա գործիք է, իսկ թե ոնց ես օգտագործում, դա արդեն քո հմտություններից է կախված կամ հետաքրքրություններից ու ցանկություններից։ Բայց որոշ երկրներում կախվածությունը վիրտուալ շփումից համարվում է իրական խնդիր, նույնիսկ կարելի ասել բժշկական խնդիր։ Այսօր գիտական միտքը ուզում է հասնել այն բանին, որ սովորեցնեն ինտերնետից օգտվողներին վերահսկել ցանցում մնալու ժամանակահատվածը, ստիպեն ժամանակին դուրս գալ կամ մտնել, գրանցվել կայքեր, որից հատկապես դժվար է դուրս գալը։ Այսինքն սա նաև շատ մեծ խնդիր է շատ երկրներում, այսինքն հսկել մեր չափաբաժինը ինտերնետում գտնվելու։ Բայց ամեն դեպքում ըստ իս սա ավելի լուծում է կամ պայքար է հետևանքների դեմ, բայց ոչ հիմնական խնդրի դեմ, այսինքն պետք է փորձել պայքարել խնդրի պատճառի դեմ, այլ ոչ թե հետևանքների, որովհետև հետևանքների դեպքում դրանք կարճաժամկետ հիմնականում լուծումներ են։ Ամեն դեպքում այսօր ուրբաթ օրը ինձ թվում է ոչ ոք պետք չի լավ տրամադրություն ունենալու համար, որովհետև ուրբաթը հենց ինքն իրենով արդեն լավ է։ Այո, հրաշալի է եւ ասենք, որ այսօր ունենալու ենք հետաքրքիր, ճանաչողական հյուրեր ու փորձելու ենք ապահովել առավոտյան ձեր ինֆորմատիվ ժամանցը։ Իսկ հիմա լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք։ Մենք վերադարձանք եւ հիմա ժամանակն է ներկայացնելու մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տոպրակներով լվացքի փոշիներին ու գելերին փոխարինելու համար, ապահովում է խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես է սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Stark լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է, հարմար են նաև ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ, թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 8101 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Stark-ի պարագաները Օզոնում կամ Wildberries Marketplace-երում։ Այս տեսքը ունեն այդ թերթիկները եւ չեք պատկերացնում, թե ինչ անուշ հոտ ունեն։ Զարկ, գիտես, ես առիթ եմ ունեցել օգտագործելու եւ անգամ լվացքս մի անգամ անելու։ Պիտի ասեմ, որ հարցունքը հիանալի էր, երբ ես բացում ես լվացքի մեքենան, ամբողջ հոտը տանով տարածվում է։ Իսկապես շատ անուշ բույր էր եւ կարծում եմ նաեւ ավելի դյուրին է օգտագործելը, քան օրինակ դասական լվացքի փոշիները։ Ամեն դեպքում թերթիկները ապահովում են խորը մաքրություն ձեր լվացքի համար, իսկ մենք այս օգտակար, որտեղ սա տեսակի մեջ օգտակար խորհուրդ էր, ես չգիտեի, որ այսպիսի բան գոյություն ունի։ Այո, եւ ավելորդ տեղ չի գրավում նաեւ, հա, մեծ լվացքի փոշի կամ այդ մեծ գերերը, որոնք մենք սովորենք օգտագործել։ Իսկ այս պահին արդեն խոսենք եղանակի տեսության մասին, ապրիլի 4-ին առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է ամպրոպ, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի 8-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, իսկ այս պահին առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ եղանակի տեսությանը եւ ըստ այդմ էլ պլանավորել ձեր հանգստյան օրերը։
Վերադարձանք տաղավար, հիմա մի քանի լուր ներկայացնենք։ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է, որ տարածվել է այսպիսի մի ինֆորմացիա, որի մասին մենք պետք է իմանանք։ Տարածված ինֆորմացիայի մեջ ասվում է, որ եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլատվության կամ վիզայով, կամ արտոնությամբ սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել լուրջ պատիժների, մասնավորապես ազատազրկման, արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Իսկապես վերջին շրջանում, ով հետևում է Միացյալ Նահանգների սոցցանցային էջերին, պարբերաբար այսպես վիզուալ հրապարակումների տեսքով տարբեր հայտարարություններ են տարածվում, այնպես որ եթե մտադրություն եք Միացյալ Նահանգներ գնալու, կարող եք ավելի ակտիվ հետևել, որովհետև իսկապես շատ արագ ինֆորմացիան տարածվում է։ Իսկ հիմա խոսենք այն մասին, որ Forbes-ը Ռուբեն Վարդանյանին, Քիմ Քարդաշյանին, Սամվել Կարապետյանին եւ ևս մի քանի հայերին ներառել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։ Forbes-ը հրապարակել է 2025 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց 39-րդ վարկանիշը։ Վարկանիշում ներառվել են ռեկորդային թվով միլիարդատերեր, 3028 մարդ, նրանց ընդհանուր կարողությունը գնահատվել է 16090 տրիլիոն $։ Վարկանիշում, ինչպես արդեն ասացինք, ներառվել են նաև ազգությամբ հայեր տարբեր երկրներից։ Ալբերտ Ավդոլյան 717-րդ հորիզոնական $5 միլիարդ կարողությամբ։ Էդուարդ Էրնեկյան 1072-րդ հորիզոնական $3.4 միլիարդ կարողությամբ, Սամվել Կարապետյան 1141-րդ հորիզոնական $3.2 միլիարդ, Անդրեյ Անդրեև Օհանջանով 1688-րդ հորիզոնական $2.1 միլիարդ, հետո գալիս է Քիմ Քարդաշյանը 2019-րդ հորիզոնականում $1.7 միլիարդ, Արտյոմ Խաչատրյանը 2110 հորիզոնական $1.6 միլիարդ, Նուբար Աֆեյանը 2623 հորիզոնական $1.2 միլիարդ եւ Ռուբեն Վարդանյանը 2623-րդ հորիզոնական $1.2 միլիարդ կարողությամբ։ Հիանալի արդյունք է կարծում մեր փոքրիկ Հայաստանի համար, երբ այսքան շատ միլիարդատերեր են ընդգրկված Forbes-ի ցուցակում։ Անցնենք առաջ եւ ամեն օր ունենում ենք հետաքրքիր էջի գիտություն, որտեղ ձեզ ներկայացնում ենք հետաքրքիր նյութեր։ Գիտական նոր բացահայտումներ կան մեր մոլորակի մասին։ Դիտենք տեսանյութը եւ բացահայտենք միասին։ Գնացինք։ Ահա այսպիսի գիտություն, իսկ այս պահին ժամանակն է գնանք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք մեր առավոտյան ընթացքը։ Վերադարձանք տաղավար, ասենք, որ մարտի 27-ին թատրոնի միջազգային օրը առաջին անգամ Երևանից դուրս Կապանում տեղի ունեցավ Արտավազդ 2025 մրցանակաբաշխությունը, որին նախորդեց Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ճանաչվեց Ստանիսլավսկու թատրոնի դերասանուհի Թեմինե Խաչատրյանը։ Շանթի հեռուստադիտողը Թեմինեին գիտի նաև բացահայտված գործեր հեռուստասերիալից։ Թեմինեն այսօր մեր տաղավարում է։ Բարի առավոտ։ Բարի լույս, նախ շնորհավորում ենք մրցանակը ստանալու արդիվ։ Եվ թերևս սկսենք նրանից, թե որքանով սպասելի եւ կանխատեսելի էր, որ այս տարի մրցանակը ստանալու եք դուք։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար, շատ հաճելի է։ Ասեմ, որ ես նաև բեմից արտահայտվեցի այդ մասին, որ իմ ստեղծագործական 25 տարիների ընթացքում նոմինացվել էի արդեն երևի 8-րդ անգամ։ Ու ամեն անգամ ինձ համար շատ հաճելի էր այն փաստը, որ ինձ թատրոնը գտնում էր, որ այդ տարվա կտրվածքով ես արժանի եմ նոմինացվելու ու նոմինացվում էի առանց սպասելիքների, բնականաբար, ու այդ փաստը շատ ավելի հաճելի էր։ Իսկ սպասումի առումով բացարձակ չէի սպասում, այն աստիճանի չէի սպասում, որ երբ հնչեց իմ անունը, չէի կարողանում, որ վեր կանայի, գնայի բեմ, ինձ կողքից անդադ ասում էին գնա, հուզվել էի շատ էի հուզվել, այդ էմոցիաները ու այդ
զգացողությունը անբացատրելի էր, իրոք անբացատրելի էր։ Ես ամեն անգամ դահլիճում նստած միշտ մտածում էի, տեսնես ինչ է կատարվում այս նոմինանտների հետ, որ իրանք այտենց բարձրանում են բեն, չեն կարողանում խոսել, հուզվում են, ինչ է կատարվում ու ես ինքս անցա դրա միջով հասկացա բոլորին։ Իրոք շատ հուզիչ էր ու շատ վառ էմոցիաներ։ Թերմինե, ինչ պետք է անել, որպեսզի նոմինացված լինել, հա, այս բավականին այսպես ռեյտինգով բարձր մրցանակաբաշխությանը։ Եվ միակ երևի թե այո, եւ միակ երևի թե, չէ, էլի կան ինչ-որ մրցանակաբաշխություններ, բայց միևնույն է, սա լավագույնն է արտավազդը եւ արդեն որերորդ տարին է։ Բայց ինչպես են դերասանները կամ դերասանուհիները նոմինացված լինում։ Նախ ասեմ, որ ես որպես դերասանուհի եւ կարծում եմ բոլոր նորմալ պրոֆեսիոնալ դերասանները, երբ աշխատում են, իրանք չեն մտածում, որ ահա ես ես անեմ այս դերը, որպեսզի նոմինացվեմ արտավազդի։ Այսինքն դու քո աշխատանքն ես կատարում ու շատ մեծ նվիրումով ու անկեղծ։ Իսկ թե ոնց ես նոմինացվում, դա արդեն համարվում է թատրոնի ղեկավարության կամ այս տարի կոնկրետ արտավազդ մրցանակաբաշխության կանոնները մի փոքր փոխվել էին, ոչ թե թատրոնն էր ներկայացնում իր նոմինանտներին, այլ կազմվել էր հատուկ հանձնաժողով, որոնք դիտում էին ամբողջ տարվա ընթացքում կատարված բոլոր աշխատանքները բոլոր թատրոններում։ Դա մեծ աշխատանք է կատարվել այս տարի արտավազդի համար ու նրանք ընտրեցին այդ ներկայացումները, կատեգորիաները, հետո արդեն ընտրվեց պրոֆեսիոնալ նորից անդամներով ժյուրի, որը եկավ նայեց նրանց ընտրած նոմինանտներին ու ընտրեց արդեն լավագույններից լավագույններին, այսպես ոնց իրանք են միշտ արտահայտվում, որովհետև ընտրությունը այս տարի իրոք շատ բարդ էր ու շատ լավ աշխատանքներ կային։ Ինքս իմ հետ նոմինացված դերասանուհիներին էլ կարծում եմ, որ իրանք էլ բավականաչափ լավ աշխատանքներ էին արել ու այդպես ստացվեց այս տարի, որ ոչ թե ինձ թատրոնը ներկայացրեց, այլ հենց ինքը արտավազդը ընտրեց ու արժանացրեց այդ մեծ պատվին։ Բայց դա շատ հնարավորություն է, որպեսզի արդարություն է պահպանել բոլորի հանդեպ։ Այո, որովհետև շատ թատրոններում լինում են սուբյեկտիվ կարծիքներ ու մոտեցումներ կոնկրետ ներկայացումների կամ դերասանների վերաբերյալ։ Եվ նաև անձնավորված է, ինչպես սովորաբար այդպես լինում է, շատ հաճախ նաև ինչ-ինչ առումներով մրցանակաբաշխություններ տեսնում ենք, որ անձնավորվում է, էդ էլ չբացառենք արդարության համար ասենք։ Ահա, անկեղծ լինենք, կա, եղել է նման բան, բայց այս տարի կոնկրետ նման բանը բացառված էր ու ի ուրախություն թատրոնների, որովհետև իրոք թատրոններում սա մեծ խնդիր էր, որովհետև նաև լինում էին 2-3 լավագույն տարվա կտրվածքով աշխատանքներ ու կանգնում էին թատրոնները արդեն երկընտրանքի առաջ, ում կարելի է ներկայացնել, որպեսզի նա չնեղանա, ում որ ներկայացումը ներկայացնել, որ այն մյուս ներկայացումը չնեղանա, դրա համար շատ լավ կարծում եմ մեթոդ էր ընտրված այս տարի։ Ձեզ հեռուստադիտողը նաև Շանթի եթերում է արդեն տեսնում բացահայտված գործեր հեռուստա նախագծի շրջանակներում։ Այ եթե մի քիչ փորձենք համեմատական անցկացնել, փորձենք համեմատել անհամեմատելին, թատրոնն ու կինոն, այ նախ համաձայն եք այն մտքի հետ, որ դրանք անհամեմատելի են, դերասանական հմտությունները կիրառելու առումով, դերի մեջ մտնելու առումով եւ մյուս հարցը ինչպես ստացվեց համագործակցությունը Շանթի հետ։ Շատ լավ հարց էր, իմիջիայլոց, շատ նախ սկսեմ այնտեղից, որ Շանթ հեռուստաընկերության հետ սա իմ առաջին համատեղ աշխատանքն է։ Չեմ ստի, եղել են հրավերներ մի քանի անգամ, բայց ինչ-ինչ պատճառներով չի համընկել իմ աշխատանքը այստեղ, որովհետև նախ ես եմ կամ եղել ինչ-որ պրոյեկտում արդեն զբաղված, հետո երբ որ ես ազատ էի, արդեն այստեղ էլ պրոյեկտը սկսվել եւ շարունակվում էր։ Մի խոսքով այս անգամ մեծ սիրով ու սպասումով ընդունեցի հրավերը ու շատ շնորհակալ եմ Շանթ հեռուստաընկերությանը նախ, շնորհակալ եմ մեր գլխավոր պրոդյուսեր Դավիթ Հինգալոյան եւ նրա գլխավորությամբ ամբողջ ստեղծագործական մեր թիմին ինձ այդ աստիճանի գրկաբաց ընդունելու համար։ Շատ շոյված եմ, որովհետեւ նկարահանման հրապարակում ինձ
ես ինձ ուղղակի աստղ եմ զգում, այդ աստիճանի լավ են վերաբերվում բոլորը, եւ իմ խաղընկերները, եւ ամբողջ անձնակազմը, եւ ու այդ զգացողությունը ես այն մարդու այն տիպն եմ, երբ որ դա զգում եմ, ես եռակի քառակի կարող եմ տալ։ Ու նկարահանման հրապարակում, երբ ես նկարահանման եմ, այնտեղ տիրում է միայն վառ տրամադրություն, մենակ ուրախություն ու ստեղծագործական մթնոլորտ, ինչի համար որ երջանիկ եմ։ Ես անկեղծ չէի սպասում։ Առաջին, այո, ես չէի սպասում այդ նման վերաբերմունքի, բայց ու շոյված եմ, շնորհակալ եմ բոլորին։ Հիմա անցնենք մյուս հարցին, կինոն եւ թատրոնը։ Գիտեք, շատ դժվար է դերասանի համար, որովհետեւ ինքը դերասանը արդեն չէ, պիտի որ կապ չունենա թատրոնում ստեղծագործում, թե կինոյում։ Ուղղակի կինոն մի քիչ ավելի սինթետիկ արվեստ է, իսկ թատրոնում դու հենց այդ պահին, հենց այդտեղ ես վերապրում այն ամենը, ինչ որ դու զգում ես, ու ճանապարհ դեպի ետ չկա։ Ֆիլմերում կարողանում ես, չէ, դուբլերով նկարահանվել, ստանալ մի քանի դուբլից այդ կերպարը կամ այդ տեսարանը։ Թատրոնում ինչքանով է ինձ համար թատրոնը շատ ավելի մոտ, որովհետև ես ստեղծագործում եմ հենց այդ պահին, հենց այդ զգացողություններով, հենց այդ էմոցիաներով։ Հենց սերիալում լինում է, որ դու ինչ պատճառով մի քանի դուբլ ես անում, արդեն այն չի, այն զգացողությունը չի, կամ սկզբից մի քանի դուբլ ես անում, որ հասնես այն բարձր զգացողությանը, ինչը պիտի տաս արդեն հեռուստադիտողին։ Թատրոնում դա արդեն հենց այդ պահն է, հենց այդ պահը արդեն ինձ համար, չգիտեմ, մի քիչ ավելի անկեղծ է։ Ես կարծեք համամիտ այն մտքի հետ, որ կինոները, սերիալները մարդկանց էլ ավելի հայտնի են դարձնում, քան թատրոնի այսքան երկար տարիների կյանքը։ Ցավոք սրտի, այո, որովհետև մեր հասարակությունում չնայած անկեղծ լինեմ, ասեմ, որ մենք այս վերջին մի քանի տարում շատ ակտիվացել է թատրոններ հաճախելու այդ դպրոցը, այո, շատ գալիս են, եղել են նաև իմ կյանքում դեպքեր, երբ որ ինձ ճանաչել են ներկայացումով, դա նույնպես իհարկե շատ հաճելի է, բայց շատ քիչ դեպքերում։ Իհարկե ֆիլմերը, սերիալները բերում են շատ ավելի մեծ ռեյտինգ դերասանին, քան թատրոնը, բայց նաև այդ ռեյտինգի շնորհիվ թատրոնը նաև աշխատում է, որովհետև երբ որ իմանում են, որ դու ես զբաղված այս ներկայացման մեջ, լինում են մարդիկ, ում հետաքրքրում է տեսնել քեզ նաև կենտրոնի դերերով ներկայացման ժամանակ։ Ունենք, օրինակ, մենք հիմա ներկայացում ունենք շուտով ամսի 7-ին պրեմիերա ենք խաղալու, մեր այդ ամբողջ կոլեկտիվը այն դերասաններն են, որոնց համար շատերը կգան ու կնայեն այդ ներկայացումը, այնպես որ համեցեք սիրելի հեռուստադիտող, ամսի 7-ին ժամը 9:30։ Եթե այս իրականում արտաքինը որքան էլ մենք ասենք, որ երկրորդական է, բայց կան մասնագիտություններ, որտեղ արտաքինը նաև ինչ-որ առումով թիրախավորվում է։ Շատ դժվար է կնոջը էկրանին լինել, որովհետև այս մասին մենք տաղավարում խոսել ենք, կնոջը մի տեսակ ոնց որ արգելված լինի ծերանալ, բայց երբ որ այդ կինը նաև էկրանին է աշխատում, մի քիչ ավելի խիստ է հեռուստադիտողը մոտենում, մի քիչ ավելի թիրախավորվում է այդ կինը տարբեր հարթակներում, ոնց եք փորձում, իհարկե մենք դեմ ենք այդ ամեն ինչին, գեղեցկություն սուբյեկտիվ ընկալում է, բայց դուք ոնց եք փորձում այդքան բազմազբաղ առօրյայի մեջ նաև, չգիտեմ, ինչ-որ առումով հետևել ձեզ, խնամել ձեզ, կանանց դժվար է, եկեք խոստովանենք։ Գեղեցիկ ու կանացի ինչպիսին որ դուք եք։ Չէ, իրականում գտնում եմ դրա համար ժամանակ, որովհետև ոնց դուք նշեցիք, էկրանի մարդու համար, դերասանի համար իր դեմքը, հա, շատ կարևոր է, որպեսզի լինի, չեմ ասի իդեալական վիճակում, բայց գոնե պիտի խնամված լինի, պարտադիր։ Նման
բաների համար գտնում եմ ժամանակ, բնականաբար խնամում եմ եւ ինձ եւ իմ աշխատում եմ նաեւ այդ զբաղվածության մեջ նաեւ հաճախել սպորտի, այսինքն նաեւ մարմինն եմ խնամում, որովհետեւ գիտեք շատ մեր կուլտուրայում, մեր կանանց մեջ, հա, կա այնպիսի մի կանացի շերտ, որոնք մտածում են, որ նրանք ամուսնացան, չէ, երեխաները ծնվեցին, վերջ, կատարեց իր պարտքը եւ հանգիստ կարող է ապրել ազատ, բայց ես կոնկրետ ինքս ինձ որպես կին ավելի շատ սկսել եմ ընդունել, խնամել, սիրել հենց այդ պրոցեսներից հետո։ Այսինքն, երբ երեխաներս ծնվեցին, դրանից հետո ես հասկացա, որ չէ, ես ինչ-որ չափով ինձ դուր չեմ գալիս, ինչ-որ չափով ինձ չեմ կարողանում ընկալել, ու պիտի աշխատեմ իմ վրա ու աշխատեցի բավականին երկար տարիների ընթացքում, հիմա շատ ավելի երիտասարդ տեսք ունեմ, անկեղծ լինեմ, քան 10 տարի առաջ։ Հետաքրքիր էր։ Այո։ Ինչ որ դերեր կան, որոնք որ դուք օրինակ ցանկանայիք մարմնավորել, կլինի բեմին, թե կլինի օրինակ հեռուստատեսային ֆորմատով, ինչ դերեր կան, որոնք կցանկանայիք մարմնավորել։ Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել այդ մասին, որ ես ինստիտուտի տարիներին, հա, լինում էին այդպիսի դեպքեր, որ վաղ կուզեի խաղայի սա, այս կերպար, այն կերպարը։ Հիմա նման երազանք, հա, ոնց կամ կերպար, ցանկություն այդպիսին չկա, անկեղծ եմ ասում։ Իսկ այսքան տարիների ընթացքում, երբ կերտել եք շատ ու շատ դերեր, որն է ձեր ամենասիրելին։ Վերջերս ես 2-3 տարի առաջ, հենց այս օրերին էր, ունեցա մեծ պրեմիերա, բավականին կարևոր դերով հանդես եկա, բեմադրությունը Սուրեն Շահվերդյանինն է, որը սկսել էր լուսահոգի Վահե Շահվերդյանը, բայց չհասցրեց ավարտել, բեմադրությունը կոչվում է Իգրը Կռալեի, այդ ներկայացման մեջ ես մարմնավորեցի Էլեանոր Թագուհուն, ով եղել է, այսինքն պատմության ընթացքում, դա այն կինն է, որի մասին մենք ունենք նաև նյութեր, տեսանյութեր, թե ինչպիսի կին է եղել։ Մի խոսքով, այդ դերով վերջին շրջանում այդ դերը դարձավ ինձ համար շատ ճակատագրական։ Ինքը խաղաց իմ նաև դերասանական առումով մեծ դեր թատրոնում եւ կյանքում եւ իմ զգացողությունների վրա, հենց այդ կերպարն էլ երևի թե վերջին շրջանում ամենասիրվածն է։ Բայց նաև այն դերը, որով որ ես ստացա երկրորդ պլանի լավագույն կինդերակատար արտավազդ մրցանակը, բացարձակ կապ չունեցող կերպար էր այդ իմ Թագուհու կերպարի հետ։ Այսինքն մենք ռեժիսորի օգնությամբ գտանք այն տարբերակը, որը որ կլիներ բացարձակ Թեհմինե Խաչատրյան կամ Էլեանոր Թագուհուց լրիվ ուրիշ մի կերպար, ով ցավոք սրտի այդ զգացողությունները, որը որ ես ապրում եմ այդ ներկայացման ժամանակ, կյանքում իմ մոտ ես գիտակցում եմ, որ վերացել են, այսինքն վերանում են։ Մենք կյանքի առումով, հա, այս մանավանդ այս վերջին տարիներին մեր մոտ շատ նեգատիվը ու լավատեսությունը մեր կյանքում գնալով պակասում է։ Իմ այս կերպարը Ելիզավետան այս փողկիրք իշխանություն ներկայացման մեջ բացառապես պահել էր բոլոր այդ զգացողությունները, նվիրվածությունը, սերը, լավատեսությունը ու ինչումն էր կայանում հենց բարդությունը կերպարի, որ շատ դժվար էր ապրել, իրոք ինձ համար դժվար էր ապրել այդ ամեն ինչը, որը որ դու ինքդ կյանքում չունես, բացակայում է, այսինքն հենց դրանով էլ նաև հետաքրքիր էր, որ դու ուզում էիր հիշեիր, ուզում էիր պատկերացնեիր ոնց կանեիր, եթե դու անեիր այսպիսի, այսինքն
հասանք այն կետին, որ հիմա ես այդ ներկայացումը խաղալով, իմիջիայլոց նորից ապրիլի 7-ին այդ ներկայացումը մենք խաղալու ենք, այդ ներկայացումը խաղալով ես այդ 2 ժամվա մեջ լիցքավորվում եմ այդ բարությամբ կնոջ, այդ լավատեսությամբ, այդ քան սիրով, որը որ ինքը այտենց նվիրված ու տալիս է ամբողջ աշխարհին, առաջին հերթին իր ամուսնուն ու ամուսնու հենց զարմիկին։ Ինչի, այսինքն այդ ես չեմ ասում, արդեն ներկայացման հանդիսատեսի արձագանքներն են, որ այդ աշխարհում բացարձակ առանձնացած մի դրական կերպար է մնացել, այսինքն մեր այս գաղջի իրավիճակում, նաև կան այդպիսի մարդիկ, ով ցավոք սրտի ներկայացման մեջ կնքում է իր մահկանացուն։ Այսինքն նման մարդիկ շատ քիչ են ապրում։ Շնորհակալություն։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալել եւ այսպեսի հետաքրքիր զրույց ունենալ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ, մաղթում ենք նոր մրցանակներ, նոր հետաքրքիր ու ել ավելի լավ դերեր։ Իսկ այս պահին առաջ գովազդների եթերում։ Վերադարձանք տաղավար, բայց երկար չենք մնալու տաղավարում, քանի որ գնում ենք լսենք լավ երաժշտություն։ Եվ հետ վերադառնանք, դուք մնացեք մեզ հետ։ Պայման։ Մենք տաղավարում ենք, բայց էլի երկար չենք մնալու տաղավարում, որովհետև առաջարկում ենք մի փոքր այսպես շրջագայել, բայց շրջագայելը շատ ավելի մեծ է ասված, որովհետև մնալու ենք Հայաստանի տարածքում, այնպես որ առավոտյան էքսկուրսը այսօր մեզ կտանի դեպի հրաշալի Խնձորես։ Գիտենք տեսանյութը եւ վերադառնանք։ Մենք վերադարձանք եւ հիմա ժամանակն է ներկայացնելու մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարդ կոծները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարդ կոծների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարդ կոծների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ, պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ, այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների ու այլ սարքավորումների համար անընդհատ մարդ կոծներ գնել Stark USB մարդ կոծների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարդ կոծները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Stark-ի պարագաները Ozon եւ Wildberries marketplace-ներից։ Զարա, ինչպես տեսնում ես, քո կողքը կան այդ մարդկոցներից, մենք խոսում ենք այն մասին, որ այլևս պետք չէ անընդհատ գնել մարդկոցներ, իդեպ նրանք տարբեր չափերի են, քանի որ մենք ունենք տարբեր վահանակներ, որտեղ օգտագործում ենք տարբեր չափի մարդկոցներ, եւ ամենակարևորը, որ նրանք 5-ից մինչեւ 7 տարի երաշխիք ունեն։ Այսինքն, եթե այն անսարք լինի, փչանա չաշխատի, մենք կարող ենք անգամ այն հետ տալ եւ վերցնել նորը, այնպես որ երաշխավորված է։ Սա շատ կարևոր է նաեւ բնապահպանական տեսանկյունից, որովհետեւ թափոնները ավելի քիչ կլինեն, իսկ մենք գիտենք, թե մարդկոցները ինչքան վատ է, երբ ուղղակի նետում եք բնության մեջ, այլ ոչ թե տալիս եք վերամշակման։ Իսկ այս պահին մենք ինչ ենք անում։ Մենք գնում ենք դիտելու գովազդ, վերադառնանք, քանի որ ունենք շատ հետաքրքիր հյուրեր, ում հետ խոսելու ենք կանացի թեմաներից։ Գեղեցկության հետևից մրցավազքը մեր օրերում ավելի արագացել։ Ամենուր թե կոսմետիկ միջոցների, թե այլ ծառայությունների առաջարկներ են ամեն ուր։ Մեր տաղավարում են Արավիա կենտրոնի ներկայացուցիչ ավագ մենեջեր Գայանե Մկրտչյանն ու դասավանդող տեխնոլոգ-կոսմետոլոգ Նարինե Հովանեսյանը։ Եկեք հասկանանք, թե որն է ամենագեղեցիկը, բարի առավոտ։ Գայանե, եկեք սկսենք ամենասկզբից։ Պատմեք մի փոքր Արավիայի մասին։
Սիրով։ Արավիա ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին, հանդիսանում է ռուսական մեծ կոսմետիկա արտադրող առաջատար ընկերություն եւ իր առաքինությունն է համարում ոչ միայն արտադրել կոսմետիկա, այլ նաեւ կրթության գիտելիքների միջոցով բարձրացնել էսթետիկ կոսմետոլոգիայի ուռովինը, նշաձողը, այո, նշաձողը, եւ ճանաչելիություն ենք ձեռք բերել արդեն ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ արտերկրում, ԱՊՀ երկրներում եւ ունենք նաեւ ոչ միայն մեր խանութ սրահները, այլև մեր ուսումնական կենտրոնները։ Նշեմ, որ ուսումնական կենտրոնները արդեն թվով 30-ն են եւ իդեպ 30 հոբելյանականը մեր մոտ է բացվել Հայաստանում։ Ունենք ուսումնական կենտրոններ նաեւ Բելարուսիայում, Ղազախստանում եւ Ռուսաստանի մի շարք մեծ քաղաքներում։ Այ նշեցիք, որ նաև կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերություն եք, հա, որպես այդպեսին դիրքավորված։ Մի քիչ խոսենք առավելություններից, որովհետև մեր օրերում շատ կարևոր է առավելությունների մասին խոսելը, որովհետև գիտենք ոլորտը ինչքան ցավոք անվերահսկելի է, ինչքան տարբեր բաների կարող ենք հանդիպել եւ չիմանալ ուղղակի որպես սպառող ինչ ընտրել, ուր գնալ։ Մի քիչ առավելությունների մասին եկեք խոսենք։ Մեր առավելությունը երևի հանդիսանում է նրանում, որ մենք միշտ արտադրում ենք, ունենք բավականին լայն տեսականի եւ մեր տեսականին ոչ միայն սրահների եւ մասնագետների համար է, այլ նաեւ տնային խնամք է եւ ունենք խնամք ոչ միայն դեմքի, հա, խնամքի համար կոսմետիկա, ունենք մարմնի, մազերի խնամք, դեկորատիվ կոսմետիկա եւ այդ ամենը մեզ թույլ է տալիս, այսինքն միշտ արտադրել եւ իհարկե շատ մաչելի արժեքներ ունենալ, որովհետեւ մենք ինձ արտադրում ենք, մենք ունենք արդեն 3 գործարան մեր Մոսկովյան Պրոտվինո քաղաքում, 4-րդը կավարտվի, 4-րդի շինարարությունը կավարտվի հաջորդ տարի եւ իհարկե դա թույլ է տալիս ունենալ ցածր գներ, բայց ունենալ բարձր որակի հումք, ունենալ բարձր տեխնոլոգիաներ եւ անընդհատ նոր բանաձևեր են ստեղծում մեր տեխնոլոգները, որը որ օգնում է ավելի շատ ավելի լայն ծավալի կոսմետիկա տալ։ Իսկ որ նյութն է, օրինակ կոսմետիկայում, որը որ այսպես բրենդային է, չգիտեմ, ինչ նյութեր կան, ինչ բույսեր կան, գուցե, չգիտեմ։ Այդ հարցին երևի ավելի ճիշտ կպատասխանի մեր տեխնոլոգը։ Ավելի շատ կարելի ասել շատերը առավիային գիտեն մաչևինա նյութից, ուրինա է կոչվում հայերենով, շատերը գիտեն մաչևինայից, քանի որ когда-то հաղորդավարը Ռուսաստանում Մալշևան մի անգամ ասաց, որ ոդքի 10% մաչևինայով կրեմ ինքը օգտագործում է դեմքի համար, դրանից հետո առավիայում սկսվեց բում, իրենք չունեին միջ այդ դեմքի խնամքը մաչևինայով, սկսեցին արտադրել ու կարելի ասել один из лучших բաղադրիչներից մեկը, այո, մաչևինայով կրեմներն են։ Ուրենի հայերեն։ Ուրինա։ Ուրեա։ Կամ միզանյութ։ Հետաքրքիր է։ Նարն է, պատմեք մի փոքր խնդրեմ նաև ուսումնական կենտրոնի մասին։ Նայեք, մեր ուսումնական կենտրոնում ունենք մեծ ընտրություն դասընթացների, ոչ միայն գեղեցկության ոլորտի մասնագետների համար, այլ նաև սովորական մարդկանց համար, ովքեր ուզում են ճիշտ խնամել մաշկը, հասկանալ իրենց մաշկի տեսակը, ճիշտ ընտրություն կատարել կոսմետիկայի մեջ, ինքնուրույն մերսում կատարել դեմքի եւ այլն։ Դասընթացները մենք անցկացնում ենք եւ վճարովի եւ անվճար դասընթացներ։ Սովորաբար, երբ մարդիկ սկսնակ են, առաջին անգամ ծանոթանում են Արավիայի հետ կամ ինչ որ մասնագիտություն չունեն, ուղղակի իրենց համար են որոշել լսել դասընթացները, մենք խորհուրդ ենք տալիս սկսել դեմքի խնամք դասընթացից, որտեղ մանրամասն պատմում ենք մաշկի տեսակների մասին, պատմում ենք ինչ նյութեր ենք օգտագործում, բաղադրիչների մասին ենք խոսում, պրոֆեսիոնալ խնամքի մեջ որ նյութերն ենք օգտագործում եւ տնային խնամքի մեջ ինչ հաճախականությամբ կարելի է նման պրոֆեսիոնալ նյութերը օգտագործել։ Դասընթացներին մենք տալիս ենք ամեն մի դասընթացից հետո տալիս ենք սերտիֆիկատներ, ոնց արդեն նշեցի, ունենք եւ վճարովի եւ անվճար դասընթացներ։ Վճարովի դասընթացների պայմանների հետ ծանոթանալու, ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալու համար մեր հաճախորդները կարող են զանգահարել մեր ուսումնական կենտրոն կամ էլ մոտենալ Լեոյի 7 հասցեին, մեր մենեջերները մանրամասն պատմում եւ բացատրում են ամեն ինչ։ Իսկ անվճարի դեպքում, այսինքն լինում են ինչ որ զեղչեր, ակցիաներ։
Միշտ բոլորը զարմանում են, երբ մենք ասում ենք, որ անվճար են դասընթացները, անվճար իրոք, այո, անվճար։ Բացի անվճար դասընթացներից մենք միշտ ունենք մենք ակցիաներ, խաղարկություններ, բաց դռների օր ամեն ամիս ունեն մենք մարտի 8-ին, հա, միամսյակին կանանց ընթառաջ, ամանորին ընթառաջ, խաղարկություններ, նվերներ, զեղչեր, բացի նրանից, որքան որ մենք մեր կենտրոնում այնց ներկայացնում ենք մեր պրոդուկտները, բնականաբար մեզ մոտ ամենամատչելի արժեքներն են։ Բացի այդ ամենից մեզ մոտ միշտ են գործում զեղչեր, նվերներ, ունենք տարբեր փաթեթներ եւ ընկերությունը ընթառաջ գնաց, քանի որ Հայաստանում կանանց տոնը նշվում է միամսյակ, հա, միամսյակին ընթառաջ մենք վճարովի դասընթացների արժեքները եւս զեղչել ենք։ Ինձ շատ հետաքրքրեց այն փաստը, որ կարող են գալ ոչ միայն այն մարդիկ, ովքեր ուզում են մասնագիտանալ այս գործում, նաև այն մարդիկ սովորեն ուղղակի ճիշտ խնամել, քանի որ մենք շատ անգամ տեսնում ենք մաշկ, որը որ սխալ խնամքի արդյունքում է այսպեսին դարձել։ Սա կարծես թե շատ լավ նվեր է նաև ապրիլի 7-ին մնաց ընդամենը հաշված օրեր բոլոր հայ կանանց համար, որպեսզի կարողանան զանգահարել, արդեն պահել իրենց տեղը, մասնակցել դասերին, եթե ոչ մասնագետ դառնալու նպատակով, ահա ուղղակի սովորել ճիշտ խնամել իրենց մաշկը լինել գեղեցիկ, սիրուն, ձեր օգնությամբ։ Այո։ Եվս մեկ անգամ շեշտենք հեռախոսահամարը գան է 041 811 804 հասցեն Լեոյի 7 եւ նշեմ, որ մեզ մոտ երբ մոտենում են թե ինչ որ գնում կատարելու, թե նաեւ ուսում ստանալու նպատակով, հա, մեզ մոտ միշտ մեր տեխնոլոգները ներկա են եւ անվճար խորհրդատվություն է լինում եւ օգնում ենք ոչ թե ուղակի ընտրել մեկ պրոդուկտ, այլ հասկանալ հենց կոնկրետ անձի խնդիրը, խնդրի առաջացման պատճառները եւ հետո նոր տալ լուծում։ Քանի որ լինում են տարբեր դեպքեր։ Հա, օրինակ գալիս են ասում են ունեմ ակնեի խնդիր, մաշկը շիողոտ է եւ այլն, ինձ մի հատ կրեմ տվեք։ Ոչ, խնդիրը դա ունի կոմպլեքսնի պատխոտ, մենք մեկ կրեմով չեն կարող լուծել խնդիրը, դրա համար մեր մանրամասն խորհրդատվություն ենք տալիս մեր հաճախորդներին, որպեսզի հասկանան, որ խնամքը սկսվում է իմенно դեմակիաժից, լվացելուց, տոնիզացիայից եւ հետո նոր կրեմից ու սվրտկաներից։ Դրա համար մենք ունենք նաեւ առանձին խնդիրների հետ կապված մաշկի դասընթացներ, ակնեի հետ կապված, կուպերոզի, հիպերպիգմենտացիայի, ով ունի այդ խնդիրը, անգամ եթե իրենք կոսմետոլոգ չեն, իրենք կարող են գրանցվել դասընթացին, ավելի մանրամասն պատմում ենք նյութերի մասին, տալիս ենք տարբեր պրոտոկոլներ, որոնցով կարող ենք մենք լուծել այդ խնդիրը։ Ու նաև նշեմ, մենք մոտ օրերս ունենք միջոցառում, ապրիլի 10-ին ներկայացնելու ենք մեր նորույթ պրոդուկտները, պատմելու ենք պրոդուկցիայի մասին, ինչ մաշկի տեսակների համար է նախատեսված, ինչպիսի բաղադրիչներ են պարունակում, ինչ հաճախականությամբ կարող են մեր հաճախորդները եւ մեր մասնագետները օգտագործել աշխատանքի մեջ եւ տնային խնամքի մեջ։ Եթե խնամքի հետ կապված թեման մի քիչ բացենք, արդյոք խնամքի բոլոր փուլերի համար նախատեսված նյութերը կարող են գտնել մեկ տեղում, մի քիչ ավելի մանրամասն, հա, ասենք, ինչ կա լվացվելու միջոց, հերթականությունը։ Նայեք, եթե մենք ունենք մակիաժ դեմքին, առաջնահերթ մենք պետք է կատարենք դեմակիաժ միցելյարնի ջրով կամ գիդրոֆիլնի յուղով։ Երկուսն էլ ունեք դուք։ Այո, երկուսն էլ ունենք։ Հաջորդ էտապը դա արդեն լվացվելու միջոցներն են։ Ըստ մաշկի տիպից ելնելով մենք ընտրում ենք նյութը կամ լվացվելու փրփուր կամ գել կամ մալաչկոյի տեքստուրա, հետո ջրի հետ կոնտակտից հետո մենք պարտադիր պետք է մաշկը տոնիզացիա անենք, որպեսզի մաշկի pH-ը վերականգնենք։ Կատարում ենք տոնիզացիա, պարտադիր օգտագործում ենք երրորդ էտապում ինչ որ կոնցենտրირованный նյութեր, դա սովորաբար շիճուկներն են, կսում ենք շիճուկը ու մաշկի տիպից ելնելով, պրոբլեմից ելնելով օգտագործում ենք կրեմ։ Եթե մենք ցերեկային ժամերին ենք կրեմն օգտագործում, պարտադիր պետք է արևապաշտպան միջոցներ օգտագործենք։ Քանի որ Երևանում տարին 12 ամիս արև է, կարելի է ասել ամառ է, պարտադիր SPF ֆակտորը գոնե 30-ից 50 կակ մինիմում պետք է լինի, որպեսզի մաշկը պիգմենտացիայի խնդիր չունենա։ Բայց այսպեսի մի հարց է, հետաքրքիր է շատ, օրինակ ինչ սկզբունքով ընտրենք, թե ինչով մաքրենք մաշկը, գելով, մալաչկոյով, փրփուրով, ոնց ընտրենք դա։ Օրինակ իմ մաշկը յուղոտ է եւ միցելյար ջուր ես չեմ կարողանում օգտագործել, ուղղակի որովհետեւ գրգռվածություն է առաջանում։ Ինչ խորհուրդ տանք հեռուստադիտողին։ Նայեք, մենք ունենք գիդրոֆիլնի յուղի մասին խոսեցինք, ունենք տարբեր մաշկի համար նախատեսված գիդրոֆիլնի յուղ։ Ձեր մաշկի համար ունենք հատուկ սալիցիլաթթվով գիդրոֆիլնի յուղ, որը
արդեն դեմակիաժի ժամանակ նորմալացնում է յուղի արտադրությունը եւ հակաբորբոքային բակտերիցիդ էֆեկտ է տալիս։ Ինչը վերաբերում է փրփուրներով կամ գելով լվանալ, մենք ունենք տարբեր շարքեր։ Ակնեի համար նախատեսված նյութեր ունենք, յուղոտ մաշկի համար նախատեսված առանձին նյութեր, անտի-էջ տարիքային խնամքի համար նյութեր ունենք առանձին կուպերոզի սերիա։ Մանրամասն դասընթացներին մենք առանձին այդ նյութերի մասին պատմում ենք, մոդելի վրա դեմոնստրացիան ցույց ենք տալիս, ոնց ճիշտ աշխատել ու ինչ էֆեկտ է տալիս մեր նյութերը։ Լավ, մենք շատ հաճախ տեսնում ենք, որ նաև այդ ամսումային տարիքում, հա, երեխաները ունենում են մաշկային խնդիրներ, որոնք կարծես թե այսօր այլևս խնդիր չեն։ Ունեք ինչ-որ լուծում նաև այս տարիքի երեխաների համար։ Այո, դեռահաս երեխաների համար նույնպես ունենք, մեր ակնեի լինիան նորից եմ կրկնում, դա ամբողջովին անվնաս կոսմետիկա է, չունի ոչ մի արգելված բաղադրիչներ իր մեջ պարունակող, դրա համար մենք հանգիստ կարող ենք դեռահաս երեխաներին, երբ սկսվում է հասունացման շրջանը, ակնեի խնդիրը, սև կետիկների խնդիրը ու փակ կամիդորների խնդիրը, մենք խորհուրդ ենք տալիս տնային խնամք ամբողջ տեսականին օգտագործել։ Իսկ սկրաբերի հետ կապված միշտ հետաքրքիր է եղել պրոֆեսիոնալ մասնագետից լսել կարծիք սկրաբի հետ կապված, որովհետև շատ տարակարծություն կա, չէ՞, սկրաբ անել, չանել, ինչքան։ Նայեք, Արավյան չունի սկրաբներ դեմքի, քանի որ սկրաբները ունեն շատ ցախ աբրազիվներ, որը որ մաշկը տրավմիրովեց են անում, եթե ունենք կուպերոզի խնդիր, ունենք չոր մաշկ, բարակ մաշկ, մենք հանգիստ կարող ենք վնասել մաշկին։ Ну, միայն կարելի է յուղոտ կոմբինացված պրոբլեմատիկ մաշկի դեպքում, բայց հիմա սովորաբար սկրաբները փոխարինվում են էնզիմային պուդրայով եւ էնզիմնի պիլինգներով։ Էնզիմային պուդրան դա փոշի է, որով մենք լվացվում ենք։ Շատերը ունեն խնդիր, լսել են ռեկլամով կարելի է լվացվել էնզիմային պուդրայով, բայց ինչ հաճախականությամբ ոչ մեկ չեն ասում։ Ամենօրյա չի կարելի։ Էնզիմային պուդրան մենք օգտագործում ենք շաբաթը 1, մաքսիմում 2 անգամ։ Եթե ամեն օր լվացվենք, մենք մաշկի բարիեր խանգարում ենք ու մաշկը ավելի է չորանում, գրգռվում։ Ամեն նյութ ունի իր սահմանափակ քանակը, ինչքան կարելի է օգտագործել։ Քանի որ մի փոքր ծանոթ եմ Արավիային, կուզենայի նաև խոսեի ինձ շատ դուր եկող նյութի մասին, ձեռքերի պարաֆինը, որը որ հիանալի էր եւ կարծես թե այդ պրոցեդուրան մենք միշտ կատարում ենք վարսահարդար մասրահներում, հա։ Եկեք խոսենք մի փոքր սրա մասին։ Մենք ունենք պարաֆին, որը կարող ենք հենց տանը իրականացնել ձեռքերի, ինչպես նաև ոտքերի։ Այո։ Ես նշեմ, որ Արավյան ընկերությունը առաջինն է արտադրել այդ սառը պարաֆին հասկացողությունը, ինչը շատ հարմար է, հենց ինչպես նշեցիք, տանը օգտագործելու համար, որովհետև բոլորը սովոր էինք տաք պարաֆինին, որ պետք է գնանք սրահ, տաքացնեն, մանեջկայում, այո, նախապես տաքացնեն, տանը հարմար չէր ունենալ այդ սարքավորումը եւ այլն։ Իսկ հիմա սառը պարաֆինը թույլ է տալիս անել այդ նույն սպա գործողությունը։ Նաև տանը մենք ունենք նաև սպա ձեռքերի ոտքերի խնամքի դասընթաց, որը եւս մեր կենտրոնում անցում է պարբերաբար, կարող եք եւս մասնակցել, եւ ինչով է տարբերվում, տեսեք, սառը պարաֆինը կարող ենք օգտագործել երկու տարբերակով, կամ ընդհանուր սպա, հա, պրոցեդուրա կատարենք, այսինքն տոնիզացնենք մաշկը, սկրաբով, հատուկ ձեռքերի սկրաբով լվանանք, հետո նոր կսենք սառը պարաֆինը, պարուրենք եւ սպասենք մի 15-ից 20 րոպե, հետո կսենք կրեմը, կամ կարող ենք օգտագործել երկրորդ տարբերակով, էլի նախապես պատրաստենք ձեռքերի մաշկը եւ բարակ շերտով կսենք սառը պարաֆինը որպես կրեմ եւ քնենք, որը որ կաշխատի ոչ գիշերվա ընթացքում։ Այսինքն հետո պետք չէ այն լվանալ։ Ոչ։ Բարակ շերտով եթե քսում ենք, ինքը պրեպիտում է։ Այո, եւ աշխատում է գիշերվա ընթացքում արդեն։ Եթե փորձենք մի քիչ փակագծեր հեռուստադիտողի համար բացենք վարսերի խնամքի հետ կապված, ինչպիսի պրոդուկտներ կան եւ արդյոք այս մասով դասընթացներ կան, թե չէ։ Այո։ Մենք ունենք նաև մազերի խնամք, բավականին լայն տեսականի, ունենք շամպուններ, բալզամներ, կոնդիցիոներներ, դիմակներ, սկրաբեր գլխամաշկի համար, նշենք, որ շատերն են զարմանում, որ կա այդպիսի պրոդուկտ, իրականում կա, նամանավանդ շատ օգտակար է օգտագործել, եթե ներկում ենք մազերը, որպեսզի սկրաբով ներկելուց մի քանի օր առաջ մաքրենք գլխամաշկը, եւ ունենք եւս անվճար դասընթաց, որը վերաբերում է հենց մազերի խնամքին։ Ոնց են գրանցվում այդ անվճար դասին, նախապես զանգում են, տեղերը սահմանափակ են, խմբերով են։ Խմբերը լինում են տարբեր իրականում, մենք 1 անձից սկսած մինչև 30 անձ ունենում ենք, տարբեր խմբեր են լինում, կամ զանգով են գրանցվում, կամ գրում են մեր Instagram-յան էջին Արավիա Երևան, կամ ուղղակի մոտենում են։
Իսկ ինչ տարիքի կանայք կամ աղջիկներն են հետաքրքրված օրինակ սովորելու սա, թե ինքնախնամքի համար, թե հետո արդեն ինչ-որ միտեղ աշխատելու հետ կապված։ Իրականում տարբեր, մեզ զանգահարում են անգամ նաև դեռ 18-ը չլրացած աղջիկներ կամ զանգում են մամաները իրանց աղջիկների համար, բայց մեր ընկերության կանոններով մենք 18-ից ցածր ոչ աշակերտ ենք ընդունում, ոչ մոդել ենք ընդունում, միայն 18-ից բարձր եւ 18 պլյուս, հա, այսպես ասած, տարբեր տարիքի գալիս են մեզ մոտ դասընթացների, մեր իսկ աշակերտներն էլ հենց լինում են մոդելները, այսինքն իրենք ունեն հնարավորություն հենց իրենց վրա փորձել պրոցեդուրան, որպեսզի հասկանան պրոդուկտի էֆեկտը, հա։ Դա ամենալավն է, կարծում եմ, որովհետեւ շատ անգամ լսում ես ինչ-որ գովազդներ, հա, փորձում ես այն առնել, փորձել, հետո հասկանում ես, որ անիմաստն այն քեզ համար չէ։ Միշտ չէ, որ կարողանում ես փորձել։ Այ հետաքրքիր է նաեւ ձեր կարծիքը, հայ կանայք ըստ ձեզ շատ են զբաղվում խնամքով, արդյոք հետևողական են իրենց մաշկի հանդեպ։ Ըստ իմ կարծիքի, ես էլ Նարինեն էլ մենք երկար տարիներ չենք ապրել Հայաստանում։ Այդ համար ձեր կարծիքն է հետաքրքիր հայ կանանց հետ կապված։ Անձամբ իմ կարծիքի հիմա ավելի շատ են սկսել իրանց հետևել, քան նախկինում, եւ դա շատ ողջունելի է իհարկե։ Այո, եւ կարծես թե ձեր ընկերության պես ընկերությունները ավելի օգնում են մարդկանց հասկանալու, որ այստեղ միայն խնդիրը գումարի մեջ չէ, դու կարող ես կարելի է մաչելի գնով խնամել մաշկը որակյալ։ Իրականում նշեմ, որ սա մեծ հնարավորություն է, ամենտեղ չէ, շատ են զարմանում, երբ ասում են իրոք դասընթացները անվճար են, անկեղծ։ Եվ դա մեծ հնարավորություն է ձեռք բերել գիտելիքներ անգամ ինքդ քո համար։ Էական չէ դու դա հետագայում կդառնաս կոսմետոլոգ, թե չես դառնա, բայց գրագետ եւ ճիշտ խնամել դեմքի մաշկը, որ չունենաս խնդիրներ հետագայում կամ եթե ունես դուստր, հա, օգնել, որ ինքը ճիշտ խնամի մաշկը հենց դեռահաս տարիքից սկսած, կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է մեր հայ կանանց համար եւ հաճելի կլիներ, որպեսզի հաճախեին եւ ուսումնասիրեին դասընթացները։ Քանի որ արդեն ամփոփում ենք զրույցը, կխնդրեմ մի քանի բառով եւս մեկ անգամ հիշեցնենք հեռուստադիտողին, ինչպես կարող են ձեզ գտնել, ինչպես կապ հաստատել, ինչ հարթակներում կաք, ինչպես միանալ ձեզ։ Մենք կանք բոլոր հարթակներում։ Instagram, Facebook, Արավիատակի գծիկ Երևան։ Գտնվում ենք Լեո 7 հասցեում, հեռախոսահամարն է 041 811 804 եւ նշեմ, որ մեր ընկերությունը, քանի որ ինչպես նշեցինք, հա մենք միշտ ունենք մենք ակցիաներ, նվերներ եւ այլն, մեր հեռուստադիտողների համար եւս պատրաստել ենք նվեր։ Այո, մինչեւ ապրիլի վերջ, ով կմոտենա մեր կենտրոն եւ կնշի Arabia plus Shan TV պրոմո կոդը կստանա 30% զեղչ բոլոր պրոդուկտների համար։ Arabia plus Shant գրեք, որ չմոռանաք մինչև ապրիլի վերջ։ Կստանաք զեղչ եւ պրոդուկտների վրա եւ նաեւ ուսման հետ կապված։ Քանի որ մեր ուսման պայմանները այնպեսին են, մենք տալիս ենք հնարավորություն վճարովի դասընթացներին, քանի որ ավելի շատ հաճախում են նրանք, ովքեր արդեն մասնագետ են, այսինքն վերապատրաստվում են ավելի շատ, եւ դասընթացի վճարովի դասընթացի պայմանները մենք տալիս ենք հնարավորություն գնել պրոդուկտներ, այսինքն աշխատանքի համար դա շատ հաճելի տարբերակ է, եւ իհարկե Սեղճը նաև գործում է պրոդուկտների, բնականաբար։ Այո, պրոդուկտներ, որոնք որ մասնագետի օգնությամբ կարելի է ընտրել լավագույնը, քո մաշկին համապատասխանը եւ հետո արդեն հասկանալ, թե որն է հենց քո քսուկը, որը որ պետք է օգտագործել։ Շնորհակալություն, շատ հաճելի էր, եւս մեկ անգամ հիշեցնենք, Arabia, սա մի ընկերություն է, որտեղ որ իսկապես մեզանից յուրաքանչյուրը կարող է սովորել ճիշտ խնամել մաշկը, անկախ նրանից մենք ուզում ենք մասնագիտանալ այս գործում, թե ոչ։ Իսկ մեր տաղավարում էին Arabia կենտրոնի ներկայացուցիչ ավագ մենեջեր Գայանե Մկրտչյանը եւ դասավանդող տեխնոլոգ կոսմետոլոգ Նարինե Հովանիսյանը։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեր առավոտը գեղեցիկ եւ օգտակար ինֆորմացիայով լցնելու համար։ Իսկ մենք այս պահին գնում ենք դիտենք գովազդ, վերադառնանք եւ դեռ կեսօր չէ, դեռ շարունակելու ենք, դեռ եթերում ենք։ Մնացեք մեզ հետ։
Վերադարձանք տաղավար, այս առավոտ որոշել ենք ձեզ պատրաստել ամառվան զովացուցիչ ըմպելիքներ տանը պատրաստելու այսպես մի քանի խորհուրդներով։ Առաջարկող տեսանյութում ոչ միայն կծանոթանաք ռեհանի օգտակար հատկություններին, այլև կիմանաք, թե ինչպես դրանից պատրաստել շատ համեղ ըմպելիք։ Հետաքրքիր է, թարխունը գիտեի։ Ռեհանից նույնպես կարելի է պատրաստել, դիտենք տեսանյութը։ Վերադարձանք տաղավար, հիմա գնում ենք դիտենք գովաստ, վերադառնանք եւ շարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք տաղավար, սա այսօրվա թերևս վերջին առավոտյան վերադարձն էր, որովհետև արդեն կեսօրին ենք մոտենում։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, իսկ դուք ունեք երկու հանգստյան օրեր վայելելու այս հիանալի եղանակը։ Ցտեսություն մինչ երկուշաբթի։ Լավ օր բոլորիդ։